բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, որտեղ բարի լույս, որտեղ բարի կեսօր, որտեղ էլ բարի գիշեր, ամբողջ աշխարհով մեկ հայրին ողջունում եմ, ողջույն իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, սիրելիներս, այս գեղեցիկ մեխակներով էլ սկսում եմ այսօրվա հոլովակը, թող բոլորիս օրը լինի ուրախ, հաճելի և օրհնված, այս բոլոր ծաղիկները քաղել եմ ձեզ համար, սիրելիներս, բոլորը ձեզ եմ ուզում ի սրտեն նվիրել, դուք իմ ամենահարազատ, ամենամտերիմ, ամենաբարեկամներից բարեկամն եք, իմ թանկագին անուշիկ հետևորդներ ջան, այստեղ էլ ելակ եմ դրել, երեկ էր հարսս քաղել, Մարինկան գնացել է քաղելու, ահա եկավ, սիրելիներս, տեսնում եք, երկու հատ տեղում ենք ուղիկա, մի տեղից եմ հավաքել, դկրգլան երկրորդ տեղից եմ հավաքել։ Ապրի իմ աղջիկը, այսօրվա հոլովակը սկսեցինք քաղցրությունով և գեղեցկությամբ, սիրելիներս, այսօր մեր տանը ուրախություն է, այսօր ծնվել է իմ գարուշիկ թագավոր բալան, մեր ընտանիքի պարծանքը, մեր ընտանիքի խելացի և բարի զավակը, թոռնիկս, Աստված օրհնի կյանքի բոլոր օրերը, թող կյանքն իր օրհնաբեր դռները բացի, իմ խելացի թոռնիկի առջև, թող ամեն մի օրը լինի օրհնված և լուսավոր, ինչ երազանքներ և նպատակներ ունի, թող Աստված ի կատար ածի, սիրելիներս, սրտիս մաղթանքը քեզ համար, իմ տղա, օրհնությունները անհամար, ապրիր առողջ և անհոգ, այսքանն եմ ցանկանում իմ թագավոր խելացի բալային, գարուշիկին, գիտեմ ասելու եք շնորհավոր, ես էլ ասելու եմ շնորհակալություն, իսկ հիմա սիրելիներս ծաղիկները միասին տեղավորենք ծաղկամանի մեջ գեղեցիկ, հետո արդեն կզբաղվենք ելակով, սիրելիներս, տեսնում եք չէ ինչքան գեղեցիկ են մեխակները, բույրի մասին էլ չեմ խոսում, չնայած ես քաղելու ընթացքում դրսում մաքրել եմ, բայց ուզեցա ձեզ հետ միասին նորից մաքրեմ ինչ-որ տերևներ կա դեղին նրանք, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ ձեզ հետ զրույցեմ, հլը գույները տեսեք, այսենց հլը ցույց տամ, հլը գույները տեսեք, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք ինչպիսի գույներով է, մեխակները գույնս գույն, գեղեցիկ, հիասքանչ գույներով, տարբեր գույների, Մարինք ասել է կավ, չքաղեցիր, հլը տեսեք, ինչքան էլ բերեց սիրելի հետևորդներ ջան, ապրիմ աղջիկը, ապրես, հլը տերևները տեսեք սիրելիներս, ինչքան գեղեցիկ են, ծաղիկի թերթիկները կներեք, սպիտակն էլ է շատ սիրուն, այսօր առավոտյան շաքարս և ճնշումս շատ բարձր է, սիրելի հետևորդներ ջան, կոֆե չեմ խմելու, ձեզ հետ միասին, ընթացքում սիրելիներս կչափեմ նորից, նոր կխմեմ, ասեմ, որ տրամադրությունը շատ բարձր, ուրախ, երջանիկ, ցույց չեմ տալիս, որ ճնշումս բարձր է, գլուխս ցավում է, որովհետև այսօր իմ թոռնիկն է ծնվել, իմ թագավորն է ծնվել, արքան է ծնվել, սիրելիներս, տեսնում եք մեկ մեխակի մեջ, սիրելիներս, ծաղիկի մեջ, հլը տեսեք, համ ռոզվիկա,
Համ սպիտակ, համ բորդոյ, տարբեր գույների։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ ձեր բարի խոսքերի համար, ձեր գեղեցիկ գրառումների համար, սիրելիներս, այս գույնն եմ շատ սիրում, այս մուգ գույնը։ Հիմա սիրելիներս նորից թողել եմ, որ սերմ վերցնեմ, որ ցանեմ, եթե ովքեր այս մեխակի սերմերից ունեն, հիմա կարող եք ցանել, այո, հիմա կարող եք ցանել, մեխակները սիրում եմ, որ խիտ եք ցանում, սիրելիներս, շատ գեղեցիկ են, եթե խիտ են մեխակները, կարող եք ցանել, ասում եմ, չէ, որ մեխակները սիրելիներս ցանում եք, 1 տարի հետո նոր ծաղկում են, բայց կարող է հիմա այս ամսին ցանեք, գարնանը ծաղկի, ցանեք սիրելիներս, ցանեք, վայելեք այս մեխակի բույրը, վայելեք այս մեխակի գեղեցկությունը, սիրելի հետևորդներ ջան, ինչքան եմ սիրում, ինչքան խոսեցի քաղելուն, սիրում եմ իրենց շատ, իրենց գեղեցկության համար, իրենց նրբության համար, իրենք շատ նուրբ են և գեղեցիկ։ Ուզում էի 2 ծաղկամանի մեջ դնել, բայց որոշեցի մեկի մեջ, այսինքն ճոխ դնեմ և այսպես էլ նվիրեմ ձեզ, սիրելիներս, թանկագիրներս, դուք ինձ համար թանկ եք, դուք ինձ համար անուշիկ եք, դուք ինձ համար բարի հետևորդներ եք։ Հիմա դասավորենք և այս ճոխ մեխակները նվիրեմ ձեզ։ Ահա, որ դուրս ես գալիս չէ, սիրելիներս շատ անուշ հոտ է գալիս, տես մրջունն էլ հետն ենք բերել, ծաղիկների հետ մրջուն ենք բերել, օй, հլը տեսեք, այ խուլիգաններ, ուզում եմ ընենց անեմ, որ գեղեցիկ լինի գույների համադրությունը, տեսնեմ որտեղ եմ մուգ գույնը դրել, այստեղ չկա դնեմ, բայց այդ մուգը ոնց որ չի ուզում երևա, ես էլ այսպես կքաշեմ առաջ և այս գեղեցիկը կդնեմ, հլը տեսեք մրջունները ինձ կերան, սա էլ այստեղ, ափսոս է չեմ ուզում գցեմ, հետը այդ փոքրիկը եկել է, լավ, սեղանը կմաքրեմ, ոչինչ, կարևորը ծաղիկներից գեղեցկությունն է, սիրելիներս, բոլորը ձեզ համար եմ քաղել և ուղարկում եմ բոլորը ձեզ, ասեք, որ շատ սիրուն է, ասեք, որ շատ գեղեցիկ է տիկին Մարին է, այո, գեղեցիկ է շատ, բոլորը ձեզ սիրելիներս, սիրելի հետևորդներ ջան, կադրից դուրս ելակը լավ լվանամ, որտև ելակը լավ լվանալ է ուզում, չորացնեմ, մաքրեմ, պոչերը, որը որ պոչով եմ թողնելու կթողնեմ, որը հեռացնելու եմ կհեռացնեմ, այդ կադրից դուրս կկատարեմ այդ գործողությունը սիրելիներս, որովհետև երկար կտևի, չեմ ուզում, որ ձեր թանկ ժամանակը շատ երկար տրամադրեք ելակ մաքրելու և լվանալու վրա, այսօր պատրաստելու եմ շատ թեթև համեղ ելակով տորտ թոռնիկիս համար, սիրելիներս, կադրից դուրս ելակը մաքրեցի, լավ լվացի, մի քանի անգամ հոսող ջրի տակ, լցրեցի ջրքանվեց, խոհանոցային անձեռնոցիկով չորացրեցի, կադրից դուրս էլ այսենց կտրտել եմ, ոչ շատ մանր, ոչ շատ խոշոր,
Հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ոնց եմ կտրտել։ Չնայած ցույց տալել կարիքն էլ չկա, բայց ցանկացա, որ կիսվեմ ձեզ հետ։ Եվ արդեն կանցնենք խմորը պատրաստելուն միասին, որը մանր է 2/4 եմ անում, հետո 2/4, որը մի քիչ խոշոր է, մի փոքր խոշոր եմ կտրում, 4-5 մասի եմ բաժանում։ Կտրտեցի, վերջացրեցի, ուղղակի նստած արեցի, որտեվ ասեցի, չէ, որ այսօր մի քիչ վատ եմ ինձ զգում, դրա համար նստեց կտրտեցի, վերջացրեցի ելակը։ Հիմա գնանք խմորը պատրաստենք։ Սիրելիներս, նախապես տորթի բաղադրիչները դրել եմ, 8 ձու եմ վերցրել, առանձնացրել եմ դեղնուցը սպիտակուցից, աղ եմ վերցրել, մի թեյ գդալ վանիլին, շաքարավազ, մաղած ալյուր, չափաբաժինները կգրեմ, 8 ձվի սպիտակուցը լցնում եմ միքսերի ամանի մեջ, կավելացնեմ սպիտակուցի վրա մի փոքր աղ, մի պտղունց և կմիացնեմ միքսերը, շատ ուժեղի տակ չեմ միացնում, մի փոքր հանգիստ աշխատի, հենց սկսի փրփրել, նոր ուժեղացնեմ, արդեն որ ուժեղի տակ արի։ Սիրելի հետևորդներ, պատրաստում եմ այսօր սեզոնին համապատասխան շատ համեղ ու նուրբ տորթ, պատրաստվում է արագ և շատ մատչելի են բաղադրիչները։ Հիմա պատրաստում եմ բիսկվիթը, պետք է լավ փրփրի, նոր հետո աստիճանաբար ավելացնեմ շաքարավազը։ Սպիտակուցները լավ հարելուց հետո, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ, տեսեք ինչպիսի մասա ստացանք, պետք է ավելացնեմ շաքարավազը 250 գրամ, բայց մաս, հիմա կմիացնեմ, թող լավ հարի, նորից քիչ կավելացնեմ, այնքան մինչև որ կայունանա մասը։ Սպիտակուցները արդեն լավ հարվել են, կայունացել է, ավելացնում եմ 8 դեղնություն, քիչ հարելով ավելացնում եմ և նորից լավ պետք է հարել, հետո նոր կավելացնեմ վանիլինը։ Ավելացնում եմ վանիլին և մի քիչ էլ հարեմ, նոր կավելացնեմ մաղած ալյուրը։ Լավ հարելուց հետո սպիտակուցը և դեղնուցը իրար հետ, հիմա ավելացնում եմ ալյուրը, նախապես ասեցի, որ մաղած է ալյուրը, ալյուրը նորից քիչ եմ ավելացնելու, սկզբից դանդաղ արագությունով կհարեմ, հետո նոր արագությունը կավելացնեմ, սիրելիներս։ Ալյուրի չափաբաժինը, բոլոր չափաբաժինները կգրեմ տեսանյութի տակ։
բիսկվիթի խմորը արդեն պատրաստ է, այսպիսի ծորացող մասսա պետք է ստանանք։ Սիրելիներս, պետք է մի հատ էլ խառնեմ, մեկ ուղղությամբ, որպեսզի խմորի ծավալը չնստի։ Նախապես ջեռոցը վառել եմ, տապակի մեջ էլ դրել եմ յուղաթուղթ։ Հիմա խմորը պատրաստի, երկու մասի պետք է բաժանեմ։ Մի մասը կլցնեմ տապակի մեջ, տեսնում եք ինչ ընտիր խմոր է ստացվել։ Ելակը ինձ մոտ 300 գրամ է։ Դուք կարող եք վերցնել քիչ ելակ կամ ուրիշ հատապտուղներով պատրաստեք։ Այսպես սիլիկոնի գդալով տարածում եմ խմորը, որ հարթ լինի։ Սիրելիներս, չափաբաժինները ասեցի անպայման կգրեմ, ինչքան եմ օգտագործել, ձու, շաքարավազ, ալյուր, բայց հաշվի կառնեք ձվի մեծությունից, ալյուրի խտությունից, կարող է մի փոքր ավել ալյուր լցնեք, մի փոքր քիչ լցնեք, հստակ չափաբաժին չի լինի։ Իսկ հիմա ավելացնում եմ խմորի վրա ելակները, առանց շաքարավազի եմ արել ելակները, ուղղակի միայն ելակ եմ լցնում, ձեռքով լցնեմ գդալով հարմար չի։ Այսպես տարածում եմ հավասարաչափ ելակները։ Շատ քաղցր ելակներ է, սիրելի հետևորդներ ջան, և համ ունի, ոնց որ մեր առաջվա ելակները, ձեռքից սանուշ բույր է գալի ելակի։ Հիմա ելակները լցնելուց հետո կավելացնեմ մնացած խմորը։ Սիրելի հետևորդներ ջան, դուք կարող եք կլոր ամանի մեջ թխել, կլոր տորտ պատրաստել նույն ձևի, ինչպես ես եմ անում։ Քանի որ մենք կլոր տորտ ունենք, գնել էին գիշերը, որ շնորհավորել ենք, սիրելի հետևորդներ ջան, որոշեցի պատրաստեմ, ելակ էլ ունենք մի հատ ամառային թեթև համեղ ելակով տորտ։ Ասեմ, որ ես 2 կես եմ անելու, դնելու եմ իրար վրա, նոր կրեմ կսեմ, ընթացքը ցույց եմ տալիս մանրամասնորեն։ Թխելու եմ սիրելիներս ջեռոցի մեջ 180 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով։ Հիմա անցել է 8 րոպե, եկեք միասին տեսնենք, թե մեր բիսկվիթը ինչպիսին է։ Տեսեք ինչ լավ բարձրացել է, կարմրել է, բայց դեռ չի եփվել։ Մի 2 րոպե էլ մնա կհանեմ։ Սիրելիներս, Մարինեն կոֆեն բերեց։ Որոշեցի, որ անպայման պետք է ձեզ հետ կոֆե խմեմ, սիրելիներս, թխեցի, վերջացրեցի, հիմա մինչև սառի կրեմը պատրաստեմ, որոշեցի ձեզ հետ միասին կոֆե խմել, առանց ձեզ չեմ կարող խմել կոֆե, ճիշտ է առավոտվա կոֆեն չէ, չեմ խմել, ճնշումը շաքարս բարձր էր, հիմա չափել եմ, ոչինչ, հարմար է, կխմեմ ձեզ հետ միասին։ Դուք էլ ձեր կոֆեները դրեք, սիրելիներս, միացեք տիկին Մարինեին, միասին խմենք մեր կոֆեն։ Այսօր էլ սիրելի հետևորդներ ջան, նորից շարունակում են այս մեր հայաթի աշխատանքները։ Հիմա մեքենա եմ բերել, որը ասֆալտը ոնց է ամրացնում կատոկում։ Հա, վիբր պլիտկա են բերել, ամրացնում են ավազը տրամբովկա են անում, որ հետո
բետոն անեմ։ Նոր բետոն չեք անելու, չէ, հետո որ նոր քարերը շարեմ։ Հələ քամին տեսեք սիրելիներս, ահա որ քամի է, տանում է ամեն ինչ, կոշիկս, լատիկներս ոտքերցս տարավ։ Կոֆեն խմեմ, սիրելի հետևորդներ, ուզում էի գնայի կանաչի քաղեի, բայց անձրև եկավ, էլ ասելու չի, ցեղ, չեմ կարող մտնել քաղել։ Հələ մի քիչ սառավոտի տեսնենք, ոնց կլինի, եթե ես չկարողանամ, բայց անպայման պետք է բող կանաչի քաղենք, որ այսօր, ճիշտ է այսօր չենք տոնում թորանս ծնունդը, սիրելիներս, կտոնենք Սիրելի հետևորդներ ջան, քամիներ կոֆես, շուռ տվեց բաժակով դրել ես երկաթի վրա, շուռ տվեց, ամբողջ կոֆեն, բաժակը լավոց կոտրվեց։ Սա էլ շուռ տված կոֆեն, սիրելիներս, գնամ կրեմը պատրաստեմ, վերջում կխմեմ։ Իսկ հիմա սիրելիներս պատրաստում եմ սերուցքով կրեմ, ինձ մոտ 150 գրամ սերուցք է, սառը վիճակում, 33%-անոց, լցնում եմ միքսերի թասի մեջ և միքսերը միացնում, մի 2-3 վայրկյան հարելուց հետո ավելացնեմ շաքարի փոշի։ Ավելացնում եմ շաքարի փոշի 4 ճաշի գտալ։ Եթե քաղցր եք սիրում, դուք կարող եք ավելացնել 5 ճաշի գտալ։ Նորից լավ հարում։ Սիրելի հետևորդներ ջան, անպայման սերուցքը պետք է լինի սառը, որ ստացվի պինդ մասսա։ Եթե սառը չլինի, չի ստացվի պինդ մասսա և կրեմը չի ստացվի, դրա համար պետք է անպայման սառը լինի։ Իսկ հիմա վանիլին էլ ավելացրեցի, արել մինչև կրեմը պատրաստ կլինի, մինչև կկմբանա։ Հիմա թեթև սերուցքային կրեմը պատրաստ է, բիսկվիտը արդեն սառած է, քսում եմ կրեմը բիսկվիթի վրա։ Սիրելիներս, ես բիսկվիթը նախապես սառելուց հետո բաժանել եմ 2 մասի և դրել եմ իրար վրա։ Ասեմ, որ բիսկվիտն էլ շատ փափուկ, թեթև, ընտիր ստացվել է։ Հիմա հավասարաչափ կրեմը կքսեմ, սերուցքային թեթև, նոր արդեն կշարեմ ելակները կրեմի վրա։ Հետևորդներ ջան, կրեմը մեջտեղի հատվածում չեմ քսելու, միայն քսելու եմ վերևի մասում, մեջտեղի հատվածը թողում եմ, որ ելակի համն ու հոտը, բույրը գա, որովհետև խմորի մեջ ելակը եփվելով բիսկվիթի շատ անուշ ելակի համ է տվել, դրա համար կրեմ չեմ քսում, թող ավելի թեթև լինի տորթը։ Կադրից դուրս ելակներն էլ գեղեցիկ դասավորեցի տորթի երեսը։ Արդյունքում ստացանք փափուկ բիսկվիթով, ելակի համով, թեթև սերուցքային, կրեմով շատ համեղ ամառային տորթ։ Հիմա կտրենք մեջը, տեսնենք ինչպես է։ Սիրելիներս, կտրել եմ մի կտոր և սիրով ձեզ ցույց եմ տալիս, տեսեք ինչքան գեղեցիկ տեսքով, ելակի համով տորթ է ստացվել։ Հիմա կտրեմ մեջն էլ տեսնենք։ Ելակը մի կողմ դնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, իրոք ընտիր տորթ է։ Հիմա մի փոքր կտոր, որտեղ որ սերուցք չկա,
ներքևի մասից կփորձեմ եւ համը ձեզ կասեմ, ափսոս որ չեմ կարող փոխանցել տորթի համն ու բույրը, իրոք շատ նուրբ համեղ տորթ է, պատրաստեք եւ դուք էլ վայելեք այսպիսի համեղ տորթ, այսքանով ավարտում եմ սիրելիներս այսօրվա հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ եւ օրհնված, ստեսություն, մինչ նոր հոլովակ։